Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, ուրախ ենք հյուրընկալել ձեզ Ոսկեդափնի ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։ Այսօրվա միջոցառումը նվիրված է այն ընկերություններին եւ համրուքանիշերին, որոնք իրենց ակտիվ, նպատակասլաց եւ արդյունավետ գործունեությամբ ձեռք են բերել բարձր բարկանիշ եւ արժանացել մրցանակի։ Ողջ մրցանակաբաշխության ընթացքում դες հետ է Սարգիս Նաջարյանը։ Հիշեցնեմ, որ Ոսկեդափնի մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպում է համազգային վստահություն խորհուրդը փորձագիտական եզրակացությունների եւ կոնտենտ վերլուծությունների հիման վրա։ Եվ այսպես Ոսկեդափնի ամենամյա մրցանակաբաշխությունը հայտարարում ենք բացված։ Եվ մեր առաջին անվանակարգը ժամանակակից լուծումներով հարմարավետ եւ բարձրակարգ բնակելի համալիր կառուցող վստահելի ընկերություն, ուշադրություն էկրանին։ 29 շենք, 1650 բնակարան, հազարավոր նոր հնարավորություններ։ Սա է նորք թաղամասը։ Արմավիրում մեկնարկել է լայնածավալ բնակելի նախագիծ, որը կառուցվում է ոչ միայն որպես բնակարանային համալիր, այլ որպես ժամանակակից եւ ինքնաբավ քաղաքային միջավայր։ Արսթոր ընկերության նախաձեռնությամբ իրականացվող նորք թաղամասը նախատեսված է հազարավոր բնակիչների համար, միավորելով բնակելի շենքերը, հասարակական տարածքները, բժշկական կենտրոնը, հյուրանոցն ու զարգացած ենթակառուցվածքները։ Բակերում նախատեսված են խաղահրապարակներ, սպորտային դաշտեր, կանաչ գոտիներ եւ հանգստի վայրեր, իսկ յուրաքանչյուր շենք կունենա սեփական ավտոկայանատեղի։ Նորք թաղամասը պարզապես բնակելի համալիր չէ, սա նոր մտածողություն է, նոր միջավայր եւ նոր կյանքի հասցե Արմավիրում։ Մրցանակը հանձնում է սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, Հայ ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դիվանագիտական ակումբի համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիբեկյանը։ Մրցանակը ստանում է Աստոր ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Ղահրամանյանը։ Ողջույն հարգելի հյուրեր, սիրելի նոմինանտներ, շնորհավորում եմ բոլորիդ, ովքեր ներկա են, ովքեր կստանան դեռ իրենց մրցանակները։ Երկու բառով ներկայացնեմ, ինչպես եք բոլորդ հավաքվել այստեղ, որպեսզի ձեզ գտնենք աշխատել է մի մեծ խումբ սոցիոլոգների եւ կոնտենտ վերլուծողների, հետևել են ձեր էջերին, ձեր գործունեությանը, իրականացրել ենք սոցիոլոգիական եւ էքսպերտային հարցումներ եւ ի վերջո բոլորս հավաքվեցինք այստեղ։ Ես սրտանց բոլորիդ շնորհավորում եմ։ Դուք արժանի եք, որպեսզի ստանաք այս պատվավոր մրցանակը։ Շատ ուրախ եմ, որ հենց դուք եք։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Ողջույն ձեզ։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որովհետև ես եկել էի, որ նոմինանտ հանձնեմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ գնահատանք ունեցա ու արժանացա։ Ու շնորհակալ եմ, որ իմ առաջին մրցանակը տարիների վեր ես ստացել եմ ձեր հորից։ Հիմա ես չքնաղ դափնի ստանում եմ ձեզանից։ Ձեր մեջ ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր մեջ ամենախոնար մարդն եմ, որ ուզում եմ ձեզ բոլորից սովորել։ Աստված օրհնի բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք։ Անվանակարգ Սպասարկման բարձր որակ ապահովող վստահելի սուպերմարկետների ցանց։ Ավելի քան 2 տասնամյակ Զովք սուպերմարկետների ցանցը վստահելի ուղեկից է հազարավոր սպառողների համար։ 1999 թվականին բացելով իր առաջին մասնաճյուղը, Զովքը նպատակ ուներ սպառողներին առաջարկել
թարմ, որակյալ եւ մատչելի ապրանքներ։ Այսօր ընկերությունն արդեն ունի 37 մեծ եւ ընդարձակ մասնաճյուղ, դառնալով Երևանի ամենաճանաչված եւ սիրված սուպերմարկետների ցանցերից մեկը։ Զովքում ներկայացված են սննդամթերքի, թարմ մրգերի եւ բանջարեղենի, կենցաղային եւ առօրյա օգտագործման ապրանքների լայն տեսականի, որոնք մշտապես համալրվում եւ թարմացվում են բավարարելու յուրաքանչյուր գնորդի պահանջները։ Տարիների ընթացքում ընկերությունը հավատարիմ է մնացել իր գլխավոր սկզբունքին՝ թարմ եւ մատչելի ամեն օր։ Այս գաղափարը դարձել է ոչ միայն կարգախոս, այլև աշխատանքի մշակույթ, որի շնորհիվ Զովքը շարունակում է պահպանել սպառողների բարձր վստահությունն ու սերը։ Որակյալ սպասարկումը, լայն ընտրությունը եւ մատչելի գները Զովքին դարձրել են առօրյա գնումների համար վստահելի հասցե։ Զովք, թարմ եւ մատչելի ամեն օր։ Մրցանակը հանձնում է Միջազգային նկարիչների միության անդամ Սուրբ Սարգիս ոսկե մեդալակիր, ժամանակակից արվեստի ներդրման ոսկե մեդալակիր, Հայաստանի դիվանագիտական ակումբի մշակույթի բաժնի ղեկավար Հակոբ Վարդանյանը։ Իսկ ոսկե դափնի մրցանակը ստանում է Զովք սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Արթուր Կիրակոսյանը։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին մեզ նման բարձր գնահատական տալու համար, շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, որոնք միշտ մեզ հետ են եւ մեզ են վստահում, եւ մեզ այս նոմինացիան, այս պարգևատրումը ավելի պարտավորեցնում է, որ միշտ շարժվենք մեր կարգախոսին համապատասխան, միշտ թարմ եւ մատչելի։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը Բարելիքի մատակարարման ոլորտում բարձրակարգ սպասարկում եւ հուսալի համագործակցության ունեցող եւ ապահովող ընկերություն։ Ավելի քան 3 տասնամյակ CPS-ը Հայաստանի վառելիքի շուկայի առաջատարներից է։ 1992 թվականին էներգետիկ ճգնաժամի բարդ պայմաններում հիմնադրված ընկերությունը ստանձնեց կարևոր առաքելություն, ապահովելով Հայաստանը անվտանգ, կայուն եւ բարձրորակ վառելիքով։ Տարիների ընթացքում CPS-ը դարձավ ոլորտի առաջատարներից մեկը, ձևավորելով վառելիքի մատակարարման համակարգված եւ վերահսկելի մշակույթ։ Այսօր CPS-ը գործում է Հայաստանի ողջ տարածքում, ունենալով 101 բենզալցակայան եւ 8 մեծածախ բազա, համագործակցելով միջազգային գործընկերների հետ եւ առաջնորդվելով եվրոպական որակի չափանիշներով։ 2025 թվականը ընկերության համար դարձավ նոր զարգացման փուլ։ Մեկնարկեց լցակայանների լայնածավալ արդիականացման ծրագիրը, նոր սերնդի տեխնոլոգիաներով, անվտանգության բարձր չափանիշներով, խիստ վերահսկման համակարգերով եւ սպասարկման նոր որակով։ CPS-ը ձևավորում է նաև լցակայանների ժամանակակից մշակույթ, ստեղծելով հարմարավետ միջավայր, մարկետներ եւ ծառայություններ, որոնք խնայում են հաճախորդի ժամանակն ու բարձրացնում սպասարկման մակարդակը։ Միաժամանակ ընկերությունը կարևոր ներդրում է կատարում Հայաստանում ավտոսպորտի եւ մոտոսպորտի զարգացման գործում, աջակցելով խոշոր մրցաշարերին եւ ձևավորելով ակտիվ ու համախմբված համայնք։ CPS ընկերություն։ Մրցանակը հանձնում է Հայաստանի խաղաղության կոմիտեի նախագահ, քաղաքագիտության դոկտոր, Silk Road Network-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Պետրոսյանը, իսկ ոսկեդափնի մրցանակը ստանում է CPS ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդմոնդ Մուրադյանը։
Ողջունում եմ բոլոր հյուրերին եւ այսօրվա մրցանակակիրներին եւ ուզում եմ շնորհավորել մրցանակակիրներին եւ ցանկանալ նորանոր հաջողություններ իրենց պրոֆեսիոնալ գործում եւ շնորհակալություն կազմակերպիչներին։ Մեր հաջորդ անվանակարգը վստահության չափանիշ ունեցող եւ մշտապես թարմացվող տեսականի առաջարկող կայուն զարգացող ընկերություն։ Միասին ստեղծել ենք։ Միասին անհանգստացել։ Միասին հուզվել ենք։ Տոնել եւ ուրախացել ենք։ Շնորհակալ եւ հպարտ ենք, որ դարձանք ու մնացինք ձեր առօրյայի մի մասը։ Մրցանակը հանձնում է Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Գալոյանը։ Ոսկե դափնի մրցանակը ստանում է Աթենք մսամթերքի ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Գարդյանը։ Բարի օր, հարգելի բարեկամներ, սրտան շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, նրանց հետ աշխատող, նրանց գործերին օժանդակողներին, կարծում եմ, որ այդպիսի մարդիկ այստեղ կան հավաքված եւ մեր կողմից ցանկանում նորանոր հաջողություններ։ Անվանակարգ կաթնամթերքի արտադրության ոլորտում կայուն զարգացող եւ մշտապես թարմացվող տեսականի ունեցող ընկերություն։ Ավելի քան 2 տասնամյակ բիոկաթը հայկական շուկայում վստահության եւ բարձր որակի խորհրդանիշ է։ 2003 թվականին հիմնադրված ընկերությունը տարիների ընթացքում դարձել է հազարավոր ընտանիքների սիրված ընտրությունը, հավատարիմ մնալով իր գլխավոր սկզբունքին՝ արտադրել բացառապես բնական եւ որակյալ արտադրանք։ 2010 թվականին բիոկաթը կառուցեց նոր ժամանակակից գործարան, հագեցած առաջատար տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ապահովում են արտադրության բարձր արդյունավետություն եւ անթերի որակ։ Արտադրության յուրաքանչյուր փուլ գտնվում է խիստ վերահսկողության ներքո, իսկ սեփական լաբորատորիաներում իրականացվող ֆիզիկա-քիմիական եւ մանրեաբանական հետազոտությունները երաշխավորում են անվտանգության եւ որակի բարձր չափանիշները։ Բիոկաթի բազմազան տեսականին վաղուց արժանացել է սպառողների վստահությանը, դառնալով հայկական սեղանների անբաժան մասը։ Տարիների ընթացքում ընկերության կողմից արտադրվող սառը սուրճը նույնպես ձեռք է բերել հավատարիմ սպառողներ եւ այսօր շարունակում է մնալ շատերի ընտրությունը։ Շարունակելով զարգանալ եւ ներկայացնել նոր համեր, բիոկաթն այսօր սպառողներին առաջարկում է իր նորույթը՝ սառը թեյերի շարքը, որը ներկայացված է տարբեր թարմացնող եւ հաճելի համերով։ Նոր արտադրանքը ստեղծվել է նույն սկզբունքով, որով ընկերությունը տարիներ շարունակ նվաճել է սպառողների վստահությունը, ապահովելով որակ, թարմություն, համ եւ հաճույք յուրաքանչյուր արտադրանքի մեջ։ Բիոկաթ ընկերություն։ Մրցանակը հանձնում է Ասմո ընկերության Ասմո մեդիա գրուպի հիմնադիր Սուրեն Մակարյանը։ Ոսկե դափնի մրցանակը ստանում է Բիոկաթ ընկերության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը։ Շնորհակալություն վստահության համար։ Հարգելի գործընկերներ, ես շնորհավորում եմ բոլորին եւ Բիոկաթ ընկերության ներկայացուցիչին եւ համարում եմ դա, որ Բիոկաթ ընկերությունը ամենալավ երևի թե ամենալավ ընկերություններից մեկն է Հայաստանում, որի արտադրանքով մենք բոլորս օգտվում ենք ամեն օր եւ իմ շնորհավորանքները ձեզ։
Մեր հաջորդ անվանակարգը մետաղական արտադրանքի ոլորտում երկարամյա փորձ ունեցող հուսալի գործընկեր։ Շիմպլազա ընկերությունը շուկայում արդեն 20 տարի առաջարկում է բարձրորակ եւ հուսալի արտադրանք, որը լայնորեն կիրառվում է տանիքների, ցանկապատների, ինչպես նաև ներքին եւ արտաքին պատերի երեսպատման աշխատանքներում։ Ընկերությունն արտադրում է հաճախորդի պահանջներին համապատասխան պրոֆիլավորված թիթեղներ եւ լրացուցիչ տարրեր, ապահովելով ճշգրտություն, ամրություն եւ երկարատև շահագործում։ Արտադրության յուրաքանչյուր փուլ իրականացվում է խիստ վերահսկողությամբ, ինչը երաշխավորում է բարձր որակ եւ վստահելի արդյունք։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է նաև շինարարական այլ նյութերի եւ լուծումների լայն տեսականի, ապահովելով համալիր մոտեցում յուրաքանչյուր նախագծի համար։ Երկարամյա փորձը, մասնագիտական թիմն ու պատասխանատու մոտեցումը ընկերությանը հնարավորություն են տալիս ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան արտադրանք։ Շիմպլազա, որակ, որը կառուցում է վստահություն։ Մրցանակը հանձնում է հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Արփի Խաչատրյանը, իսկ ոսկեդավնի մրցանակը ստանում է Շիմպլազա ընկերության գլխավոր մենեջեր Վլադիմիր Ադամյանը։ Ողջույն սիրելիներս, դահլիճում գտնվող շատ ու շատ ընկերություններ ինձ արդեն ծանոթ են սպառողներից։ Ես հիանում եմ ձեզանով, ձեր առաջատար լինելով, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն ստացան եւ բոլոր նրանց, ովքեր պետք է ստանան։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Ողջունում եմ ձեզ հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ ձեզ եւ մեզ բոլորիս այսօրվա կապակցությամբ, քանի որ բոլորը ստանալու ենք այս մրցանակը եւ հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին եւ մեր սպառողներին, քանի որ նրանց շնորհքն է, որ այսօր մենք արժանանում ենք նման մրցանակի։ Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ բոլորիդ։ Շնորհավորում եմ։ Բարեկամներ, մեր հաջորդ անվանակարգը բնական հումքից պատրաստված դեմքի, մարմնի եւ մազերի խնամքի միջոցներ արտադրող հայկական վստահելի ապրանքանիշ։ Սերը բնության հանդեպ ստիպեց ստեղծել այնպիսի խնամքի միջոցներ, որոնք բացառապես բնական եւ բարձրորակ հումքից են։ Այս գաղափարը կյանքի կոչեց դեղագետ քիմիկ Մարիամ Գնելյանը, ով 2019 թվականին հիմնեց Նռենե Նատուրալ Կոսմետիկս ապրանքանիշը։ Ապրանքները պատրաստվում են հայկական հարուստ բնությունից ստացված բույսերից, առանց վնասակար քիմիական հավելումների։ Մարիամն անձամբ հետևում է արտադրանքի յուրաքանչյուր քայլին։ Այն անցնում է բազմակի լաբորատոր փորձարկումներ եւ գրանցված է ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատով։ Այսօր Նռենե Նատուրալ Կոսմետիկսն արտադրում է ավելի քան 25 տեսակի խնամքի միջոցներ, որոնց շնորհիվ կանայք կարողանում են վստահ զգալ իրենց գեղեցկության եւ խնամքի հարցերում։ Մարիամ Գնելյանի ծավալուն աշխատանքը տվել է իր արդյունքը, եւ նրա գործունեության մասին գրվել է հայ գործարարների 105 բիզնես պատմությունները գրքում, ինչպես նաեւ արժանացել է սպառողի քվե, որակի նշան, տարվա հայուհի, վստահության վարկանիշ, սպառողի ընտրություն մրցանակների։ Մարիամ Գնելյան։ Մրցանակը ստանում է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, Հայ ասոցիացիայի գրասենյակի ղեկավար, դիվանագիտական ակումբի համահիմնադիր եւ փոխնախագահ Լիլիթ Ադիբեկյանը։ Ոսկեդավնի մրցանակը ստանում է Նռենե Natural Cosmetics ապրանքանիշի ներկայացուցիչ Նանա Գնելյանը։
Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հասնել ավելի բարձունքներին եւ վստահեցնում եմ ձեզ, որ մեր գեղեցկությունը վստահելի ձեռքերում է։ Շնորհավորում եմ ձեզ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծ գնահատանքի եւ վստահության համար։ Շատ շնորհակալ ենք այս մրցանակի համար։ Սա մեզ ել ավելի է մոտիվացնում, ել ավելի արարելու, ստեղծելու, ել ավելի լավը դարձնելու մեր բնական կոսմետիկան։ Շնորհակալություն։ Անվանակարգ հայկական գինեգործության ավանդույթների պահապան։ Գինեգործությունը գիտելիքի, ավանդույթի եւ հայրենասիրության միաձուլումն է։ Հայկական գինեգործության ոլորտում իր նշանակալի ներդրումն ունի գինեգործ եւ մանկավարժ Գագիկ Գուրգենի Աղաբաբյանը, որի մասնագիտական ուղին ձևավորվել է անվանի գինեգործներ Մանրիկյանի եւ Ջամփոլադյանի փորձի ու գիտելիքների շնորհիվ։ Չնայած մայրաքաղաքում գործունեությունը շարունակելու հնարավորություններին, նա վերադարձավ հայրենի Տավուշ, հավատալով, որ երկրի զարգացումը սկսվում է մարզերից։ Այս գաղափարով առաջնորդվելով 2021 թվականին հիմնադրվեց Կանաչ գյուղ ընկերությունը։ 2020-ից 2025 թվականներին Գագիկ Աղաբաբյանը դասավանդել է Նոեմբերյանի պետական քոլեջում, իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով ապագա մասնագետներին։ Նա նաև հեղինակել եւ արտոնագրել է հայկական հատուկ խմիչք, մշկավանք եւ սև մարգարիտ խմիչքների տեսակները։ 44-օրյա պատերազմի օրերին նա պահպանեց Արցախից բերված խնդողնի, խաղողի եւ նռան տնկիները, շարունակելով դրանց կյանքը Տավուշի հողում։ Այսօր նրա գործունեության գլխավոր նպատակը Տավուշի էնդեմիկ խաղողի տեսակների հանրահռչակումն ու հայկական գինեգործության ավանդույթների շարունակական զարգացումն է։ Գագիկ Աղաբաբյան, մարդ, ով գինեգործությունը դիտում է որպես մշակութային ժառանգություն եւ ազգային արժեք։ Մրցանակը հանձնում է դերասանուհի Ջուլիետա Տոնոյանը։ Ոսկե դավթի մրցանակը ստանում է Կանաչ գյուղ ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը։ Շնորհավորում եմ այս գեղեցիկ մրցանակի համար, մաղթում եմ նորանոր հաջողություններ, միջազգային ճանաչում եւ թող ձեր գինին լինի միշտ տոնական սեղանների անգին զարդը։ Շնորհավոր։ Ողջույն բոլորին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Համազգային վստահության խորհրդին։ Անունը հենց խորհրդանշական է, որ բնութագրում է համազգային վստահությունը, վստահություն մարդու եւ արտադրողի նկատմամբ։ Մենք ապրում եւ արարում ենք Տավուշի մարզի սահմանամերձ կողք գյուղում եւ ունենք մի նշանաբար, մեր սահմանը մենք ենք։ Իսկապես մեր սահմանը մենք ենք եւ մեր սահմանը պետք է պահի մեր խաղողագործ գյուղացին, մեր շինականը եւ մեր սահմանի արտադրողը։ Ողջույն բոլորիդ եւ շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը կենդանիների առողջության պահպանման, բուժման եւ բարձրակարգ խնամքի ծառայություններ մատուցող մասնագիտացված կենտրոն։ Փաուս կենդանիների բժշկական կենտրոնը միակն է Հայաստանում, որն առաջարկում է բարձրակարգ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ եւ խնամք կենդանիների համար։ Փաուս կենդանիների բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 8-ին։ Բժշկական կենտրոնը սովորական կլինիկաներից տարբերվում է նրանով, որ ունի առանձին բաժանմունքներ եւ ամեն բաժանմունք ունի իր նեղ մասնագետները։ Մեր կենտրոնը առաջարկում է կենդանիների համար նախատեսված կերերի, խնամքի միջոցների, փոքրիկ խանութից սկսված վերջացրած խնամքով, լողացումներ, վարսահարդարումներ, ամենատարբեր, ամենաբարդ վիրահատություններ, ամբողջական լաբորատորիա, ունենք նաև թերապևտիկ եւ ստացիոնար բաժանմունքներ։ 2025 թվականին մեր կենտրոնը համալրվեց նոր սարքավորումներով, 26 թվականին եւս շարունակելու ենք ունենալ նոր սարքավորումներ։ Ունենք էնդոսկոպիայի համար նախատեսված վիդեոնկարահանող սարք, որը մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս քիչ տրավմաներով եւ ոչ վիրահատական միջամտության միջոցով հեռացնենք օտար մարմինները ստամոքսից, աղիներից, անգամ քթի խոռոչից։
Մեր գլխավոր բժիշկը այս տարի արտերկրում ստացավ նյարդավիրաբուժի որակավորում եւ արդեն իրականացնում ենք նաեւ ամենաբարդ ողնաշարի եւ այլ վիրահատությունները եւս ատամնաբուժական նոր սարքավորման շնորհիվ եւ ինչպես նաեւ մեր որակավորում ստացած նոր մասնագետի շնորհիվ արդեն ունենալու ենք ատամնաբուժական ավելի լայն ծառայություններ։ Փաուս կենթանիների բժշկական կենտրոն։ Մրցանակը հանձնում է Համազգային վստահության խորհրդի որակի պատասխանատու ISO 9001 միջազգային կարգի աուդիտոր Մարգարիտ Նիկողոսյանը, իսկ ոսկեդափնե մրցանակը ստանում է Փաուս կենթանիների բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Անայիս Աբեդին։ Բարև ձեզ բոլորին, շնորհավորում եմ ձեզ այս մրցանակի ստանալու կապակցությամբ, վստահ եմ, որ դուք ավելին եք արժանի և պարտավորված եք լինելու անեք շատ ավելին, քան այսօր դուք հասել եք այդ բարձրունքներին, որի համար այսօր մենք ձեզ շնորհավորում ենք։ Իսկ Անայիսի համար կարող եմ նշել միայն այն հանգամանքը, որ մարդ պիտի ունենա շատ մեծ սիրտ, շատ մեծ բարություն, շատ մեծ կարեկցանք, որպեսզի կարողանա այդ փոքրիկ կենդանիներին օգնություն ցուցաբերել, նրանց փրկել, նրանց կյանք պարգևել եւ համոզված եմ, որ այդ բարությունը մեզ բոլորիս օգնելու է։ Ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, հոգաչափ շատ շնորհակալություն եմ հայտնում այս գնահատականի համար, որովհետև տարիներ շարունակ մեր ոլորտը եղել է գրեթե անտեսված ոլորտ, իսկ հիմա նկատվել եւ գնահատվելը մեզ միանշանակ ոգեշնչում է էլ ավելի լավը դառնալու, էլ ավելի լայն ծառայություններ մատուցելու եւ ավելի շատ կյանքեր փրկելու հարցում։ Շնորհակալ եմ բոլորին։ Շնորհավորում ենք։ Անվանակարգ բանրագործության հայկական ավանդույթները պահպանող վստահելի ընկերություն։ Կաթնամթերքի շուկայում առաջատար ընկերությունների շարքում իր հաստատուն դիրքն ունի ոլորտի լավագույն ձեռնարկություններից Իգիթ ընկերությունը։ Տարիների ընթացքում ձևավորելով վստահություն եւ բարձր հեղինակություն, Իգիթը շարունակում է հավատարիմ մնալ իր գլխավոր սկզբունքին՝ սպառողին առաջարկել բնական, թարմ եւ անփոխարինելի համով արտադրանք։ Գյումրի, Լոռի, Շիրակ, Չանախ, Սուլուգունի, ապխտած եւ այլ պանրատեսակներ։ Ընկերությունն առաջարկում է նաեւ կաթ, մածուն, թան, թթվասեր եւ այլ բնական ու համեղ կաթնամթերք, պատրաստված բարձր որակի հումքից։ Արտադրության հիմքում թարմ կաթն է, որը մթերվում է տեղական ֆերմերներից եւ գյուղացիական տնտեսություններից։ Այն անցնում է բազմաստիճան լաբորատոր փորձաքննություն, ապահովելով արտադրանքի անվտանգությունն ու բարձր որակը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ու խիստ վերահսկողությունը յուրաքանչյուր փուլում երաշխավորում են կայուն եւ վստահելի արդյունք։ Տարիներ շարունակ Իգիթ ընկերությունը հաջողությամբ համադրում է հայկական պանրագործության ավանդական համերը ժամանակակից արտադրական չափանիշների հետ, ինչի շնորհիվ մշտապես արժանանում է մրցանակների եւ բարձր գնահատականների։ Իգիթ ավանդական համ եւ վստահելի որակ։ Մրցանակը ստանում է Իգիթ ընկերությունը։ Բարեկամներ, հարգելի պատճառով ընկերության ներկայացուցիչները այսօր ներկա չեն, հաջողություն մաղթենք Իգիթ ընկերության։ Մեր հաջորդ անվանակարգը արևապաշտպան համակարգերի ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ կիրառող եւ բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցող վստահելի գործընկեր։
Արևե ընկերությունն առաջարկում է եվրոպական որակի արևապաշտպան ժամանակակից համակարգեր։ Տարիների փորձի եւ մասնագիտական մոտեցման շնորհիվ ընկերությունը նախագծում, տեղադրում եւ սպասարկում է պերգոլաներ, մարկիզաներ, գալարագույրներ, էլեկտրական քիվեր, հովանոցներ, անշարժ ծածկեր, էլեկտրական տաքացուցիչներ, այլումինե հիմքով մուտքի առջևի կարպետներ, ինչպես նաև հովացման եւ ջրափոշիացման համակարգեր, ստեղծելով առավելագույն հարմարավետություն ցանկացած միջավայրում։ Արևեի լուծումները լայն կիրառություն ունեն առանձնատներում, գրասենյակներում, ռեստորաններում եւ սրճարաններում, ապահովելով արդյունավետ պաշտպանություն արևից, քամուց եւ տեղումներից, միաժամանակ պահպանելով տարածքի գեղեցիկ եւ ժամանակակից տեսքը։ Ընկերության առաջնահերթությունը ոչ միայն բարձր որակն է, այլև երկարատև շահագործումը, գրավիչ դիզայնը եւ մեխանիզմների անխափան աշխատանքը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է փորձառու մասնագետների կողմից, սկսած խորհրդատվությունից եւ չափագրումից, մինչեւ տեղադրում եւ հետագա սպասարկում։ Արդյունքում հաճախորդը ստանում է ամբողջական լուծում մեկ վայրում, վստահ լինելով որակի, հարմարավետության եւ ամրության մեջ։ Արևե, ժամանակակից պաշտպանություն, հարմարավետություն եւ ոչ տարվա բոլոր եղանակներին։ Մրցանակը հանձնում է հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Արփի Խաչատրյանը, ոսկեդափնի մրցանակը ստանում է Արևե ընկերության տնօրեն Արթուր Մարկոսյանը։ Ողջունում եմ բոլորին եւ ուրախ եմ, որ իսկան կազմակերպություններ կան եւ ընկերություններ կան մեր Հայաստան աշխարհում եւ կուզեմ, որ թող Աստված էլ ավելի օրհնի մեր Հայաստան աշխարհը, որ ավելի լայնածավալ գործունեություն ունենանք եւ ոչ թե միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։ Անկամ այս նկարների մեջ, որ տեսնեք, Հայաստանից դուրս էլ ունենք գործեր, որ անում ենք եւ շնորհակալ եմ նորից Աստծուն, որ Աստված օրհնում է մեր աշխատանքը, մեր գործը եւ մենք առաջ ենք գնում եւ ուզում ենք մեր տարածքը, մեր շրջակայքը գեղեցկացնենք եւ նորանոր նյութեր բերենք, որ կարողանանք արևից պաշտպանվենք, անձրևից պաշտպանվենք, քամուց պաշտպանվենք, ձյունից պաշտպանենք, այսպես։ Նորից էլի շնորհակալ եմ ձեզ բոլորից այս վստահության համար կազմակերպիչներին եւ ձեզ էլ լայնածավալ աշխատանք։ Եվ ուրախ եմ, որ կազմակերպություններ կա, որ ձեզանից օգտվում ենք, հələ չեմ էլ տեսել մնացածը, եւ ուրախ եմ, որ նորից դուք ստեղ եք եւ դուք էլ եք այդ մրցանակից ստանում։ Ձեզ շնորհակալ։ Շնորհավորում եմ։ Մի խոսքով շատ ջերմ, մեծ, պայծառ արև Հայաստան աշխարհին։ Մեր հաջորդ անվանակարգը շինարարության ոլորտում համալիր լուծումներ եւ բարձրորակ ծառայություններ ապահովող վստահելի ընկերություն։ Յուրաքանչյուր հաջողված նախագիծ սկսվում է ճիշտ գաղափարից եւ ավարտվում կատարյալ արդյունքով։ Mendmaster ընկերությունը Հայաստանում առաջարկում է շինարարության եւ ինտերիեր դիզայնի ամբողջական ծառայություններ, միավորելով փորձը, ստեղծագործ մոտեցումն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Նախագծումից եւ 3D վիզուալիզացիայից մինչեւ հիմքի կառուցում, ներքին հարդարում եւ անհատական կահույքի արտադրություն, ընկերությունն ապահովում է աշխատանքների ամբողջական իրականացում մեկ թիմի կողմից։ Mendmaster-ի ծառայությունների շրջանակում են նաև էլեկտրաֆիկացման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղադրումը, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնի նախագծումն ու իրականացումը, ստեղծելով ներդաշնակ եւ ֆունկցիոնալ միջավայրեր։ Մասնագիտական թիմը, համալիր լուծումներն ու պատասխանատու մոտեցումը Mendmaster-ին դարձրել են վստահելի գործընկեր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց գաղափարները վերածել իրականության։ Mendmaster, գաղափարից մինչև կատարյալ արդյունք։ Մրցանակը հանձնում է բանասեր, լրագրող,
Համոս Սահյանի անվան գրադարանի տնօրեն Ավետիս Արտ արվեստի միջազգային միության հիմնադիր, Երևանի քաղաքապետի եւ Համոս Սահյան ոսկե մեդալակիր Նազենի Արզումանյանը, իսկ ոսկե դափնի մրցանակը ստանում է Mend Master ընկերության տնօրեն Զաքար Սարգսյանը։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ, այս շքեղ սրահում եւ ներկա եմ այս շքեղ նախագծին։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլորին եւ ուզում եմ ասել, որ իսկապես սիրելի բարեկամներ, այստեղ եւ նոմինանտներն են լավը, եւ նոմինացնողներն են լավը, եւ բոլոր կազմակերպությունները ուղղակի ասեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն ես գեղեցիկ մրցանակի համար եւ ցանկանում բոլորիդ մեծ հաջողություններ։ Շնորհավորում ենք։ Մեր հաջորդ անվանակարգը ժամանակակից եւ որակյալ միջսենյակային դռներ եւ կահույք արտադրող ընկերություն։ Ինտերիերի ամբողջական տեսքը սկսվում է որակյալ դռներից եւ ճաշակով ընտրված կահույքից։ Isis Doors ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ միջսենյակային դռների, ներկառուցվող դռների եւ պատվերով կահույքի արտադրության ոլորտում, առաջարկելով ժամանակակից, գեղեցիկ եւ գործնական լուծումներ յուրաքանչյուր տարածքի համար։ Ընկերությունը արտադրում է էմալապատ եւ շպոնապատ միջսենյակային դռներ, ներկայացնելով լայն տեսականի եւ գունային ընտրություն, գրեթե անսահմանափակ հնարավորություններ։ Միաժամանակ ընդունում է ցանկացած ոճի եւ բարդության կահույքի պատվերներ, ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ ծավալներով։ Isis Doors-ը իրականացնում է նաև տարբեր բարդության SNS աշխատանքներ, կյանքի կոչելով անհատական նախագծեր եւ դիզայներական գաղափարներ։ Որակի, մատչելիության եւ գեղեցիկ դիզայնի համադրությունը, ինչպես նաև անվճար չափագրումը, առաքումն ու մասնագիտական տեղադրումը ընկերության ծառայությունները դարձնում են առավել հարմարավետ եւ վստահելի հաճախորդների համար։ Isis Doors որակյալ դռներ եւ կահույք, որոնք ստեղծում են ձեր տարածքի յուրահատուկ բնավորությունը։ Մրցանակը հանձնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, Գյումրու պատվավոր վարպետ ոսկե կրծքանշանի դափնեկիր, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի ոսկե հուշամեդալակիր, Երևանի մշակույթի պատվավոր գործչի կոչմանն արժանացած Վալմարը, ով իր ստեղծագործական հարուստ ուղիով հանդես է եկել աշխարհի 58 քաղաքներում կազմակերպված անհատական ցուցահանդեսներով արժանանալով միջազգային բարձր գնահատականին։ Ոսկե դափնի մրցանակը ստանում է Isis Doors ընկերության տնօրեն Իսահակ Գրիգորյանը։ Շնորհավորում եմ իկատար ձեր բոլոր ցանկությունների, ասված, հայրենիք, ընտանիք, աշխատանք։ Ողջույն ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին։ Սա մեզ համար մեծ պարտավորեցնող մրցանակ է։ Ցանկանում եմ հաջողություն բոլոր գործարարներին։ Շնորհակալություն։ Շնորհավորում ենք։ Մեր հաջորդ անվանակարգը բարձր չափանիշներին համապատասխան համակցված կերեր արտադրող վստահելի ընկերություն։ 27 տարի Մեգամիքս ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ համակցված անասնակերերի արտադրության եւ վաճառքի ոլորտում, դառնալով վստահելի գործընկեր հազարավոր տնտեսությունների համար։ 1999 թվականին հիմնադրված ընկերությունն այսօր հայտնի է իր վիտամիններով հարուստ եւ բարձրորակ կերերով, որոնք նախատեսված են տավարաբուծության, խոզաբուծության եւ թռչնաբուծության ոլորտների համար։ Արտադրության հիմքում բնական հավելում
հաջողություններն են, ժամանակակից մոտեցումներն ու որակի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Մեգամիքսի գործընկերներն են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ֆերմերային տնտեսությունները, իսկ ռուսական շուկայում անասնակերերի վաճառքի զգալի մասնաբաժինը հենց Մեգամիքս ընկերությանն է։ Փորձառու եւ կազմակերպված թիմի աշխատանքի շնորհիվ Մեգամիքսը ոչ միայն արտադրում է բարձր արդյունավետությամբ անասնակերեր, այլև նպաստում է գյուղատնտեսության եւ անասնաբուծության զարգացմանը։ Տարիների փորձը, բարձր կարգապահությունն ու վստահելի համագործակցությունը ընկերության հաջողության հիմքն են։ Մեգամիքս Ոսկեդափնի մրցանակը ստանում է Մեգամիքս ընկերության տնօրեն Արտակ Ավդալյանը։ Ես մաղթում եմ ամենայն բարիք եւ հաջողություն։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին եւ միջոցառման կազմակերպիչներին։ Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին պարգևատրման կապակցությամբ։ Շնորհակալություն։ Անվանակարգ ժամանակակից ինժեներական տեխնոլոգիաներ ներդնող արդյունավետ նախագծեր եւ լավագույն լուծումներ առաջարկող վստահելի ընկերություն։ Ժամանակակից կառույցների հիմքում ոչ միայն ճարտարապետությունն է, այլև ճիշտ նախագծված ինժեներական համակարգերը։ MV Engineering ընկերությունը մասնագիտացած է ինժեներական համակարգերի նախագծման, խորհրդատվության, մատակարարման եւ իրականացման ոլորտում, առաջարկելով համալիր եւ արդյունավետ լուծումներ տարբեր նշանակության օբյեկտների համար։ Ընկերության փորձառու մասնագետները կատարում են նախնական ուսումնասիրություն, մշակում, էսքիզային եւ աշխատանքային նախագծեր, իրականացնում տեխնիկական վերլուծություն եւ հեղինակային հսկողություն, ապահովելով յուրաքանչյուր նախագծի տեխնիկական ճշգրտությունն ու արդյունավետությունը։ MV Engineering-ն առաջարկում է էլեկտրամատակարարման, լուսավորության, կապի, կոմունիկացիոն եւ անվտանգային համակարգերի ժամանակակից լուծումներ, նվազեցնելով տեխնիկական ռիսկերը եւ բարձրացնելով համակարգերի հուսալիությունը։ Ավելի քան 7 տարվա փորձի շնորհիվ ընկերությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, ապահովելով որակյալ մատակարարում, մասնագիտական հավաքակցում եւ երաշխիքային սպասարկում։ MV Engineering ընկերություն։ Մրցանակը հանձնում է Amr Oil եւ Imex Pro ընկերությունների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին։ Ոսկեդափնի մրցանակը ստանում է MV Engineering ընկերության տնօրեն Բարոժան Մադոյանը։ Բարի օր բոլորին, շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, բարի օր նաև արդեն ինձ համար հարազատ դարձած կազմակերպիչներին, շնորհավորում եմ բոլորին, հույսով եմ, որ շատ ավել մրցանակներ միջազգային մասշտաբով կարողանաք շահեք, նաև ձեզ ես ինչ-որ տեսա, դուք ոչ միայն զարգացնում եք այդ ոլորտը ձեր պատվիրատուների համար, այլ ես կարծիքով շատ մեծ դեր ունեք նաև երկրի առաջխաղացման եւ երկրի զարգացման համար։ Ձեզ մաղթում եմ լիքը հաջողություններ ձեր ոլորտում։ Ողջույն հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ այս յուրահատուկ մրցանակի համար։ Այն լավագույն գնահատականն է մեր աշխատանքային պրակտիկայի եւ պարտավորեցնում է առաջիկայում նվաճել նորանոր բարձունքներ, հավատարիմ մնալով մեր լավագույն սկզբունքներին։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։
Մեր հաջորդ անվանակարգը քիմիական արտադրության եւ հումքի մատակարարման ոլորտում հուսալի գործընկեր։ Գիտությունը, նորարարությունն ու արտադրությունը միավորվում են Prime Chemicals-ում։ 2020 թվականին հիմնադրված ընկերությունը ստեղծվել է Դավիթ Տոնոյանի եւ քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Տոնոյանի կողմից, նպատակ ունենալով շուկային առաջարկել արդյունավետ եւ բարձրորակ քիմիական լուծումներ։ Սկսելով ալկոգելերի եւ ալկոսպրեյների արտադրությունից, Prime Chemicals-ն այսօր արտադրում է կենցաղային եւ ավտոքիմիայի լայն տեսականի, շարունակաբար ընդլայնելով իր արտադրական հնարավորություններն ու տեսականին։ 2025 թվականին ընկերությունը զարգացրեց նաև քիմիական հումքերի ներմուծման ուղղությունը, համագործակցելով Հայաստանի խոշոր արտադրողների հետ եւ ապահովելով նրանց բարձրորակ հումքային մատակարարումները։ Ընկերության գիտահեն գործունեության կարևոր ձեռքբերումներից է, որ 2025 թվականին Գայանե Տոնոյանը եւ իր գիտական թիմը արժանացել են Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի։ Այսօր Prime Chemicals-ը համադրում է գիտությունը, արտադրությունն ու բարձրակարգ սպասարկումը, առաջարկելով ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան լուծումներ։ Prime Chemicals գիտելիքից ծնված որակ եւ վստահություն։ Մրցանակը հանձնում է բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուրնալիստների միության անդամ Ռուբեն Սևակի գաղափարականը եւ նահատակության պատմությունը գրական մրցույթի դափնեկիր, բազմաթիվ գրքերի հեղինակ Գայանե Աթանեսյանը։ Ոսկեդափնի մրցանակը ստանում են Prime Chemicals ընկերության համահիմնադիրներ Դավիթ եւ Գայանե Տոնոյանները։ Բարեբողջույն բոլորին, գիտեմ ինձ հետ համաձայն կլինեք, որ մարդու կյանքում շատ կարևոր է աշխատանքի գնահատումը, վաստակի արժևորումը, ահավասիկ հենց այսօր աշխատանքի մեծարումն է, գնահատանքն է, իհարկե տարբեր ոլորտների։ Ես շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին դեպի առաջ, դեպի նոր բարձունքներ։ Շնորհավոր։ Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում Համազգային վստահության խորհրդից մրցանակի համար։ Վերջապես մեր տարիների քրտնաջան աշխատանքը իր արդյունքը տվեց եւ շնորհավորում եմ բոլոր ներկաներին, որովհետեւ այս տարի բոլորդ համարվում եք լավագույնները եւ ուրախ ենք լինելով ձեզանից մեկը։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը անշարժ գույքի ոլորտում պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող եւ հաճախորդների վստահությունը վայելող ընկերություն։ Airis Group-ը հիմնադրվել է 2012 թվականին։ Այս տարիներին այն հաջողությամբ գործել է անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության ոլորտում։ 2026 թվականին ընկերության հիմնադիր Ռոզա Ղրեջյանը դուրս բերեց բրենդը միջազգային շուկա, կառուցելով կամուրջներ Հայաստանի եւ աշխարհի միջև։ Այսօր արդեն գործարկվում է Roof-Seyem միասնական հարթակը, որը մի ամբողջ էկոհամակարգ է եւ միավորում է կառուցապատողներին, գնորդներին ու բրոկերներին ողջ աշխարհից։ Այն թույլ է տալիս մարդկանց գնել գույք, խնայելով թանկարժեք ժամանակը, գումարը առանց որևէ միջնորդավճարի։ Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի խոշորագույն բանկերի հետ, հնարավորություն տալով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանում եւ արտերկրում ամենացածր տոկոսադրույքներով, հիպոթեկի եւ վարկերի միջոցով։ Ընկերությունն արդեն գործում է 7-ից ավելի երկրներում եւ համագործակցում աշխարհի ավելի քան 100 խոշոր կառուցապատողների հետ, որից 5-ն ընդգրկված են Forbes-ի ցուցակում։ Airis
Group-ն առաջինն էր, որ Հայաստան բերեց Թալիանդի շուկան եւ առաջինն է, որ լոկալ կերպով ներկայացնում է Վրաստանի շուկան։ Սակայն Rufsayem հարթակը միայն բիզնես չէ։ Դրան զուգահեռ ստեղծվում է բարեգործական հիմնադրամ կարիքավորներին օգնելու համար։ Airis Group-ն այսօր դուրս է եկել նոր միջազգային բարձր մակարդակի Airis Group ընկերություն։ Ոսկե դափնի մրցանակը ստանում է Airis Group միջազգային անշարժ ընկերության հիմնադիր տնօրեն Ռոզա Ղրեչյանը։ Ես ես մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ։ Այո, տարիների տքնաջան աշխատանքը փաստորեն բերում է իր հետևանքները, ինչպես ասում են, որ այսօր իմ ձեռքերում է արդեն։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս, սա կարծում եմ, որ շատ կարևոր մրցանակաբաշխություն է եւ իհարկե շատ լուրջ պարտավորեցնող։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ։ Անվանակարգ, շինարարական, նախագծման եւ ինժեներական որակյալ ծառայություններ մատուցող վստահելի ընկերություն։ Shin Garden լիցենզավորված շինարարական կազմակերպությունը Երևանում եւ մարզերում իրականացնում է նախագծման, շինարարության եւ ինժեներական համակարգերի համալիր ծառայություններ, ապահովելով բարձր որակ, պատասխանատվություն եւ պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր փուլում։ Ընկերությունը մասնագիտացած է առանձնատների եւ կոմերցիոն տարածքների նախագծման ու կառուցման մեջ, ապահովելով ամբողջական լուծումներ, սկսած ճարտարապետական գաղափարից մինչև օբյեկտի վերջնական կառուցումը։ Բացի հիմնական շինարարական աշխատանքներից, Shin Garden-ն իրականացնում է ժամանակակից ինժեներական համակարգերի նախագծում եւ տեղադրում, ներառյալ ջեռուցում, ջրամատակարարում, կոյուղի եւ օդափոխություն, ինչը երաշխավորում է անվտանգ, էներգախնայող եւ հարմարավետ միջավայր։ Ընկերության փորձառու թիմը յուրաքանչյուր նախագծին մոտենում է անհատական լուծումներով, ճիշտ գնահատելով բարդությունը, տեխնիկական պահանջները եւ պատվիրատուի սպասումները։ Այս մոտեցման շնորհիվ Shin Garden-ը հաջողությամբ իրականացնում է նույնիսկ ամենաբարդ եւ բազմափուլ ինժեներաշինարարական նախագծերը, ցանկացած մտահղացում վերածելով պատրաստի իրականության։ Shin Garden, ամուր հիմք, վստահելի կառուցում եւ որակ, որը երկար է ծառայում։ Մրցանակը անցնում է երգչուհի Աննա Խաչատրյանը, իսկ ոսկե դափնի մրցանակը ստանում է Shin Garden ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ավագյանը։ Շնորհավոր ենք։ Անվանակարգ, թղթե եւ հիգիենիկ պարագաների արտադրության ոլորտում բարձրորակ արտադրանք եւ բազմազան տեսականի առաջարկող վստահելի ընկերություն։ 2000 թվականից սկսած Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում է գործում Բելովո ընկերությունը, որը սպառողներին հայտնի է Էկա պրեմիում ապրանքանիշով։ Ընկերությունը զբաղվում է անձեռոցիկների եւ հիգիենիկ պարագաների արտադրությամբ, տարիների ընթացքում դառնալով ոլորտի ճանաչված եւ վստահելի ներկայացուցիչներից մեկը։ Ընկերության շարունակական զարգացումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն են տվել ընդլայնել տեսականին, սպառողներին առաջարկելով հիգիենիկ թուղթ, թղթեսրբիչներ, թաց եւ չոր անձեռոցիկներ, մաքրող միջոցներ եւ հիգիենիկ բազմաթիվ այլ ապրանքներ։ Ընկերությունն առաջինն է շուկայում, ով արտադրում է 4 եւ 5 շերտանի անձեռոցիկներ։ Ամբողջ արտադրանքն առանձնանում է իր որակով եւ անվտանգությամբ։
Արտադրության մեջ կիրառվում են բարձրորակ հումք և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այսօր Էկա պրեմիումը համագործակցում է մի շարք երկրների գործընկերների հետ և շարունակում է զարգացնել իր արտադրական հնարավորությունները, սպառողներին առաջարկելով որակ, հարմարավետություն և հիգիենայի բարձր չափանիշներ։ Էկա պրեմիում, որակ, որին կարող եք վստահել։ Մրցանակը հանձնում է Հանրապետության ժողովրդական արտիստ դոկտոր պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, իսկ մրցանակը ստանում է Էկա պրեմիում ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Լուսինե Մինասյանը։ Ասում եմ, ինչ էլ գիտեն, որ ես միշտ եկայից եմ օգտվում, շնորհավորում եմ և բոլորին ցանկանում եմ այս բարձր պատվին արժանանալ։ Շնորհավորում եմ բոլորիս, այս մրցանակը շատ պարտավորեցնող է մեր ընկերության համար և ամենակարևորը շնորհակալություն ենք հայտնում մեր սպառողներին, գնահատանքի և մշտապես աջակցության համար։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ անվանակարգը ինքնատիպ ձևավորումներով գեղեցիկ և համեղ տորթեր առաջարկող վստահելի ընկերություն։ Դոնա Նոնա Քեյքսը ստեղծում է տորթեր, որոնք յուրահատուկ են ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև անկրկնելի համով։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պատրաստվում է բացառապես թարմ և բարձրորակ բաղադրիչներից։ Հարսանեկան տորթերից մինչև մկրտության, ծննդյան և այլ տոնական պատվերներ, Դոնա Նոնա Քեյքսը կյանքի է կոչում ամենահամարձակ գաղափարները, յուրաքանչյուր առիթի հաղորդելով առանձնահատուկ շունչ և գեղեցկություն։ Արտադրամասի հիմնադիր Դոնարա Մարտիրոսյանը իր թիմի հետ միասին ամեն օր աշխատում է մեկ նպատակի համար՝ ստեղծել այնպիսի քաղցր արվեստ, որը կդառնա մարդկանց ամենաերջանիկ պահերի անբաժան մասը։ Որակի, նվիրվածության և բարձր մասնագիտական մոտեցման շնորհիվ ընկերությունը պարբերաբար արժանանում է բարձր գնահատականների և մրցանակների, ևս մեկ անգամ հաստատելով իր առանձնահատուկ տեղը հայկական հրուշակագործության ոլորտում։ Դոնա Նոնա Քեյքս, որտեղ յուրաքանչյուր տորթ պատմություն է, իսկ յուրաքանչյուր պատմություն քաղցր արվեստ։ Մրցանակը հանձնում է ասմունքող հաղորդավար և դերասանուհի Աիդա Ալեքսանյանը։ Ոսկե դափնի մրցանակը ստանում է Դոնա Նոնա Քեյքս ընկերության հիմնադիր տնօրեն Դոնարա Մարտիրոսյանը։ Ողջույն սիրելի ներկաներ, շնորհավորում եմ ձեր ստեղծած տորթերը թող դառնան յուրաքանչյուր տոնական սեղանի զարդ։ Ձեր աշխատանքը թող լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների աղբյուր։ Կարող եմ ասել, որ այն թող ապահովի գեղեցկություն և որակ, ձեզ քաղցր ճանապարհ։ Շնորհավոր մեկ անգամ ևս։ Բարև ձեզ հարգելի մասնակիցներ, իմ փորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել համազգային վստահություն խորհրդին նման միջոցառում կազմակերպելու համար։ Շնորհավորում եմ իմ գործընկերներին, շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք։ Տորթ եմ ուզում։ Ձեզ հաջողություն, քաղցր, գեղեցիկ տորթեր ծափահարենք։ Մեր հաջորդ անվանակարգը հարմարավետ և նորաոճ կահույք նախագծող և արտադրող վստահելի ընկերություն։
Սիմոնյան Furniture ընկերությունը ստեղծում է պատվերով կահույք, համադրելով անհատական մոտեցումը, ժամանակակից դիզայնը եւ բարձրորակ արտադրությունը։ Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է ճշգրիտ չափագրումից եւ շարունակվում անվճար 3D մոդելավորմամբ, որպեսզի հաճախորդը նախապես տեսնի իր ապագա ինտերիերը։ Ընկերությունը պատրաստում է խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի եւ գրասենյակային կահույքի բազմազան լուծումներ, հարմարեցված յուրաքանչյուր տարածքի չափանիշներին եւ պահանջներին։ Առաքումն ու տեղադրումն իրականացվում են անվճար ամբողջ Հայաստանի տարածքում, ապահովելով գործընթացի առավելագույն հարմարավետությունը յուրաքանչյուր հաճախորդի համար։ Փորձառու թիմը, անհատական դիզայնը եւ որակի նկատմամբ պատասխանատու մոտեցումը Սիմոնյան Furniture-ին դարձնում են վստահելի ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց տունը կամ աշխատանքային տարածքը դարձնել յուրահատուկ եւ հարմարավետ։ Սիմոնյան Furniture։ Մրցանակը հանձնում է գործարար Գայանե Գրիգորյանը, ոսկե դափնի մրցանակը ստանում է Սիմոնյան Furniture ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Սիմոնյանը։ Բարի ողջույն բոլորին։ Սրտանց շնորհավորում եմ այստեղ ներկաներին, սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Այսօրվա պայմաններում մեր տնտեսությունը զարգացնելու համար։ Շնորհավորում եմ կահույքի արտադրամասին, ցանկանում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, նորանոր հաջողություններ։ Երջանկություն է, երբ գնահատված ես լինում։ Ողջույն հարգելի մասնակիցներ, բոլորիդ շնորհավորում եմ ու մաղթում եմ, որ այս ոսկե դափնին բոլորիս լինի մի նոր ուղեկից, մի նոր ճանապարհ հարթող մեր հայկական արտադրանքի շուկայում։ Շնորհավորում եմ։ Բարեկամներ, ավարտվեց համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված ոսկե դափնի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Թող բոլորի ընտանիքներում իշխեն սերը, խաղաղությունն ու փոխըմբռնումը, ձեր հոգու ջերմությամբ եւ իմաստությամբ շարունակեք նպաստել բարու եւ գեղեցիկի առարժմանը։ Հատուկ շնորհակալություն համազգային վստահության խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանին եւ ողջ աշխատակազմին այսպիսի հրաշալի ջերմ մարդասիրական միջոցառումներ կազմակերպելու համար։